Իմ ուղարկված հարցմաննի պատասխան հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից պատասխանել են, որ 2021-ից 2025 թվականների ընթացքում նրանք կատարել են շուրջ 250,000 նմուշառում խմելու ջրի, որոնցից 28,270-ում հայտնաբերվել է խախտում առողջապահության նախարարի կողմից հաստատված առողջապահական ցուցանիշներին անհամապատասխանություն։ Փաստացի սրա զգալի հատվածը վերաբերում է Veolia ջուրընկերության կողմից կատարված խախտումներին եւ նրանց կողմից մատակարարվող խմելու ջրին, մյուս մասը վերաբերում է այլ համայնքներում, այլ ուրեմն ջրամատակարարող կազմակերպությունների կողմից կատարվող խախտումներին։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր խախտման, ոչ թե յուրաքանչյուր նմուշարման, տարբեր բնակավայրերում ուրեմն խախտումների համախումբի վերաբերյալ պետք է հարուցվեն ըստ օրենսդրության վարույթներ։ Այս կապակցությամբ հարցում եմ ուղարկել աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմին, որտեղից էլ պատասխանել են, որ նույն 2021-25 թվականների ընթացքում Veolia ջուրընկերության նկատմամբ հարուցված են եղել 73 վարույթներ, որոնք վերաբերել են նրանց կողմից ամենատարբեր խախտումների, սկսած նրանից, որ կարգավորիչ ջրամբարները մոտ են գտնվում արդյունաբերական օբյեկտին, օրինակ Քարհանքին, եւ բնական է, չէ, որ այնտեղ համապատասխան թունավոր նյութերը լցվում են ջրի, ուրեմն ջրամբար, կարող են լցվել նվազագույնը ջրամբար, հա, վերաբերում են նաեւ մնացորդային քլորի ստուգման ժամանակահատվածին Երևան մտնող ջրի մասով, օրինակ, եւ վերաբերում են նաեւ ընդհանուր հանքայնացմանը, կոշտությանը, օրինակ Արմավիրի մարզի Դալարիկ կամ Միասնիկյան բնակավայրերում, որտեղ հայտնաբերել են առողջապահության նախարարության կողմից սահմանված ցուցանիշներին հակասող խմելու ջուր։ Ըստ էության, ինչ եմ ուզում ասել, այսինքն այս մարդիկ այսքան բարձրաձայնումներից հետո շարունակում են նույն գործելավոճը, շարունակում են իրենց կողմից արձանագրված թերությունների մեղքը բարթել միայն ու միայն պետության վրա եւ չընդունելով, որ իրենք նույնպես անելիք ունեն եւ պետք է այս առումով գործողություններ իրականացնեն, բացի այդ ամենածիծաղելին այն է, որ այս խախտումների համար, նույնիսկ ոչ թե մեկ, այլ մի քանի խախտումների համար նրանք վճարում են ընդամենը 40,000 դրամ։ Այս տեսանկյունից ակնհայտ է, որ այս տուգանքը պետք է բարձրացվի եւ բացի այդ, եթե մենք քաղաքացիներով խմելու ջրի մասին եւ նրա որակի վերաբերյալ, այսպես ասենք, կարմիր լույս չենք վառում, ինչպես դա անում ենք օդի դեպքում եւ մնացած դեպքերում, ակնհայտ է, որ այս արատավոր գործելավոճը շարունակվելու է եւ ես պատրաստվում եմ այս ուրեմն հարցերի կապակցությամբ անդրադարձ կատարել այլ իրավական ձևաչափերով եւ հայցելու եմ ձեր աջակցությունը, որովհետեւ դուք վճարում եք այն ջրի համար, որը չի համապատասխանում այն ցուցանիշներին, որին պետք է։ Եղեք տեղեկացված։